Ժողջան, եկանք հասանք բոլորին հուզող, արդիական, պոպուլյար թեմայի մասին, թե ինչ էլեկտրոմոբիլ ընտրել Yandex վարելու համար։ Ես հիմա կփորձեմ ձեզ հնարավորինս օգնեմ, ձեռս պահեմ սխալ ու վատ ընտրությունից ու փորձեմ տնտեսեմ ձեր բյուջեն, որ դուք ոչ մի կոպեկ ավել փող չտաք հենց Yandex վարելու համար։ Քանզի հիմա սիտուացիան բավական փոխվել է, վարորդներից շատ-շատերը բողոքում են, որ էլեկտրոյի ու բիզնեսի պատվեր համարյա իրեն չի գալիս, ու դա հաստատում են ուրիշ վարորդներ։ Մի խոսքով, ես ում հարցրել եմ, ասում են Դավիթ ջան, քանի որ Yandex-ը իր ավտոներին է ուղղում էլեկտրոյի պատվերները, սովորական մարդիկ էլեկտրո ունեցող ավտոներով, այդ պատվեր չեն ստանում, Ժողջան, առհասարակ տուփը չի գալիս։ Օրեր շարունակ կարա էլեկտրոյի պատվեր вообще չգա։ Դա դուք խնդրում հաշվի առեք։ Yandex-ը ուղարկում է իր մեքենաները, ինչը տրամաբանորեն է։ Հաջորդը բիզնես, էլի պատվերների 50%-ը Ժողջան կրճատվել է։ Առաջ եթե բիզնես վարողը անում էր օրը 8 պատվեր, հիմա անում է 3-4, 2, որովհետև առաջարկը հիմա այնքան շատ է էլեկտրոմոբիլների, բոլորը առնում են ավտո ու քշում են Yandex, առնում են ավտո, քշում են Yandex, որ պահանջարկը, ասենք նույնն է մնացել, հասկանում եք, բայց առաջարկը հիմա պահանջարկից մի քանի անգամ ավել է, ու դրա համար պատվերները բոլորի մոտ քչացել են կամ կրճատվել են կամ առհասարակ վերացել են ու էլեկտրոյի երես մարդիկ օրերով չեն տանում։ Վարում են ստիպված կոմֆորտ պլյուս։ Այսինքն հիմա խեմ ես ամեն ինչ ասում։ Մեքենա գնելուց առաջ Ժողջան, մոռացեք, որ դուք էլեկտրո եք վարելու կամ բիզնես, եթե այդ ավտոն նույնիսկ գնում է այդ տարիֆի տակ։ Դուք վարելու եք հիմնականում ճնշող դեպքերի 80%-ում վարելու եք կոմֆորտ պլյուս ու դաժե իշելու եք ստարտ, որտեվ լիքը մարդիկ բիզնեսով վարում են ստարտ, որտեվ գործ չկա։ Այդ տիպի է, հասկանում եք։ Այս ամեն ինչը հաշվի առեք։ Առաջվա պես դուք եթե կարծում եք, որ դուք կառնեք ավտոը 2 տարի ու կեսում այդ ավտոյի փողը Yandex-ով կհանեք, էլ չեք հանի, ոչ։ Պատվերների թե քանակն է կրճատվել, թե որակն է կրճատվել։ Բիզնես վարողները բիզնես պատվեր չունեն, վարում են կոմֆորտ պլյուս, էլեկտրոյել չունեն։ Մի խոսքով ինձ հասկացաք, այս հաշվարկը կարևոր է, ձեր մեջ արեք։ Այսինքն դուք հիմա ավտոյի փողը փակում մոտավորապես 3 տարում, այլ ոչ թե տարի ու կեսում, ոնց որ առաջ էր։ Հիմա, եթե դուք ունեք $20,000 ու ուզում եք ձեր համար, ոչ թե տաքսոպարկի տերեք, հենց ձեր համար Ժողջան, ուզում եք համել Yandex վարեք, համել ձեր ընտանեկան ավտո լինի։ Ես ես խնդրում եմ ախորպես այդ հոնգչիներից, այսինքն ավելի ճիշտ հունցիից, ճիշտը հունցի ասելն է։ Կամ լավ, ասենք ոնց որ դուք եք ասում, հոնգչիներից յան տվեք։ Դա ամենավատ ընտրությունն է, Song Plus-ի պես, ամենավատ ընտրությունն է, որը որ կարելի լինի այդ գնային սեգմենտի մեջ, ինչը ես փաստերով ապացուցել եմ։ Հոլովակը իմ YouTube-յան ալիքում է, 28000 դիտում արդեն ունի, մեր փաստեր դա ճշմարտություն, խնդրում եմ մի հատ մտեք նայեք, որ ձեր պատկերացումները ճիշտ կազմեք այդ մեքենայի մասին։ Այդ մեքենան լավը չի, այնքը չինական անորակ ավտո է, վարողներ ջան չնեղանաք։ Ու ասենք ես դա այսին խոսքերս փաստերով այդ ռոլիկում ապացուցում եմ։ Հիմա չեմ ուզում կրկնվեմ, հունցին հավաքում է իմ մոտ 10-ից 2 բալ։ Եթե Song Plus-ը հավաքում է գոնե մի 4-5, լավ 5։ Հունցին հավաքում է 2 բալ, Ժողջան, այդ ավտոից յանդվեք, մոռացեք այդ ավտոյի մասին։ Նախ այդ ավտոն դուք հետո երկրորդական շուկայում, Ժողջան, չեք ծախի, մոռացեք։ Մենք հիմա առնում ենք ավտո, որ հետո մի քանի տարուց հետո կարողանանք ծախենք, չէ՞, ճիշտ է։ Դուք մոռացեք, որ հա էժան է, լավ, հա, իմ մոտ էդի $19,000 մաքսիմում, 18700։ Բայց դուք եթե երկրորդական շուկայում կծախեք, չգիտեմ, $9,000-ով, $8,000-ով մի քանի տարի հետո, որովհետեւ բոլորը գիտեն, որ ինքը նախ անորակ է, ոչ մի բանով հագեցված չի ու քշվել է տաքսիի տակ։ Բոլորն դա գիտեն։ То есть մի առեք այնց ավտո, որ հետո չեք կարող ծախեք։ Հիմա գանք այն ավտոներին, որը որ ես խորհուրդ եմ տալիս տաքսիի տակ, ու որը որ դուք կարաք նորմալ գնով, ասենք առօրյա 20-ով, ասենք ծախեք մի 15-16-ով մի քանի տարի հետո։ Ուրեմն $20,000-ի մեջ պլյուս մինուս ես ես խորհուրդ եմ տալիս BYD Kin L բազային կոմպլեկտացիա 470 կմ գնացող, լրիվ բազայինը, բայց այդ ավտոն շատ լավն է։ Kin Plus-ից լավն է։ Կամ Kin Plus միջին կոմպլեկտացիա 500 կմ գնացող, բայց արշավի քարշակ 130 դիաուժանոց, հունցի պես, իսկ Kin L-ը 150 դիաուժա, կներեք։ Բազայինը 150 դիաուժա, միջին կոմպլեկտացիան 210 դիաուժա, բայց արդեն հետևի քարշակ մի ուրիշ տիպի գժական ավտո է։ Համել ընտանեկանը, համել սիրունա, համ հզորա։ Ես առաջնահերթ այդ եմ խորհուրդ տալիս։ Եթե փողը քիչ է, ուրեմն բազային կոմպլեկտացիա 20700-ով։ Կամ Kin Plus էլի 20500, 20700, արդեն միջին կոմպլեկտացիա 500 կմ գնացող, բայց արշավի քարշակ։ Հետո, եթե crossover-ների բան ենք մտնում, սեգմենտ ենք մտնում, Ժողջան, միանշանակ ու աներկբա այս գնի մեջ բոլորին ոչնչացնում է ու արդեն դա BYD-ին չի, Leap Motor-ը։ Այդ ավտոն B10-ը, Leap Motor B10 500 կմ գնացող, էլի մի 20500, 20700 թեմա է, crossover-ը, հետևի քարշակ, գժական, եվրոպական ստանդարտներով, Եվրոպայում վաճառվող, միանշանակորեն այդ գնի մեջ ես կառնեի Leap Motor B10։
Եթե ասենք սեդանը պրինցիպիալ չի։ Ինքը համ Comfort Plus-ա գնում, համ էլեկտրո է գնում, բիզնես չի գնում, հա, քին էլ բիզնես չի գնում, բայց հիմա բիզնեսի պատվեր չի գալիս նորմալ։ Էլեկտրոյի պատվեր չի գալիս։ Այսինքն դուք պալուբոմու քշելու եք Comfort Plus։ Դրա то есть բիզնեսի համար, էլեկտրոյի համար ավել փող տալ ինչա թե բիզնես տարիֆ ունենաք, հիմա ակտուալ չի Ժողովրդյան։ Հա, քին պլյուսը բիզնես գնումա իր առավելությունն է, հետի հունցին բիզնես գնումա իրանց առավելությունն են դրանք։ Բայց որպես ավտո իրանք զիջում են միանշանակորեն, թե քին էլին, թե լիպ մոտոր B10-ին, то есть դուք որոշեք, բայց ասում եմ ձեզ, բիզնեսի ու էլեկտրոյի պատվերները, հատկապես էլեկտրոյի պատվերները սենց ուղղակի չկան, տուպը չկան, չի գալիս մարդկանց մոտ օրերով։ Շաբաթը մի պատվեր է գալի էլեկտրոյը, եթե առաջ գալիս էր օրը մի 4-5 հատ, հիմա գալիս է, չգիտեմ, 3-4 օրը մեկ մի հատ։ Էդի հաշվի առեք։ Մի առեք մեքենա Yandex-ին բավարարելու համար։ Առեք ձեր համար։ Առեք ապագայի համար, որ կարողանաք այդ մեքենան ծախեք։ Այդ հունցին չեք ծախել, մնալած ձևեր է։ Մի հատ այդ ռոլիկը որ նայեք, կհամոզվեք, որ դա ավտո չի։ Հա, հիմա է, սա առել են գոհեն նորա, բայց ասենք տաքսապարկը առել է, արդեն 6 ամիս հետո 20%-ի հետևի խադավան վարյա գնացել։ Ընդամենը 6 ամիս հետո, այդ ինչ ավտո է, որ 6 ամիս հետո մարդիկ կապիտալ 200,000 դրամ փող են ծախսում ու խադավով են անորոքյուն։ Մի խոսքով այդ ռոլիկը որ նայեք, ամեն ինչ ընդեղա, հիմա չեմ ուզում կրկնվեմ, ժամանակն էլ սահմանափակ է։ Միանշանակ լիպ մոտոր B10, թե տաքսի վարելու համար, թե որպես ընտանեկան մեքենա, թե որպես հետագայում լավ գնով ծախելու մեքենա, բարձր քաղաքային crossover հետևի քարշակ։ Այդ ավտոյի մի հատ նայեք Ժողովրդյան, գժական մեքենա, ընդամենը 20,500 կամ 20,700 500 կիլոմետր գնացող, իսկ 600 կիլոմետր գնացողը Song Plus-ի պես 22.5-ի կարգի է, 22.5 թե 22.7, բայց Song Plus-ի պես հրահարություն ունի, ասում եմ ձեզ, գժական մեքենա է, խորհուրդ եմ տալիս մի ուրիշ տիպի եւ առաջի տեղում էս 20,500-ի մեջ ինքն է։ Հետո նոր Kin L, Kin Plus, Yuan Up-ն է կարա լինի, Yuan Up full կոմպլեկտացիան, էլի վատ տարբերակ չի, էլի մի 20,000-ի շուրջ, էլի գժական է, էլի հետագայում կարողանաք մի 15-16-ով ծախեք, մի քանի տարի հետո հունցի չի էլի, որ ասենք 3 տարի հետո այդ ավտոն 10,000-ով եթե ծախեն, պետք է ուրախանան։ Իտո ես կասկածում եմ, որ 10-ով կծախեն։ Ես կասկածում եմ։ 10-ով չեմ ծախի, 8-ով։ Ասենք մի խոսքով Ժողովրդյան չեմ ուզում շատ երկարացնեմ, բայց էլի եմ ասում, մի զոհ գնացեք Yandex-ին։ Մի տրվեք այդ սադրանքին, այդ պրովոկացիային բիզնես գնա ավտոն, չէ, ավտոն պետք է նախ առաջինը լավ ավտո լինի։ Հետո կգնա բիզնես չի գնա, կարող է հաջորդ տարի Yandex-ը քննեցելն ասի ոչ մի հունցի բիզնես չի գնում, ոչ մի Kin Plus բիզնես չի գնում, այսինքն սխալ է այդ դիրքորոշումը շարժվել Yandex-ի քմաճույքով, ավտո ընտրել Yandex-ի քմաճույքի ձեներով, շատ սխալ բան է։ Մի խափնվեք, մի առեք էժան ավտո, որ հետո մնա այդ ավտոն ձևերա։ Ես երկու հատ հունցի գիտեմ Ժողովուրդ ջան, որ առհասարակ թափթազա ավտո է։ Երկու դեպք գիտեմ, որ ավտոն չի միանում։ Всё, չի միանում, չգիտեմ արդյոք ինչ անեն։ Ինչն է փչացել, որ այդ ավտոն ուստան միանա, հասկանում եք, ասենք մի առեք հունցի, յան տվեք այդ հունցից, լավ մեքենա չի, հա սա քշում են, հա, ընկելա էժան ավտո, էժան չինական ավտո, բայց էժանության հետևից գնացողը վերջում, ասենք, հագնում է բորտին։ Մի առեք հունցի Ժողովրդյան։ Ես ձեզ խնդրում եմ, առեք այդ գնով լիքը ուրիշ լավ բան, նու այդ գնից մի քիչ էժան, լավ, հա, հունցին 18,700 է, լիպ մոտորը 20,700 է կամ Kin L-ը 20,700 է, լավ 2,000 դոլար ավել եք տալիս, բայց լույսը հիմա 2,000 դոլար ավել տակ, բայց ունենա գժական մեքենա, որը որ կարողանաք հետո 16-ով ծախեք, այլ ոչ թե հիմա 1,000-2,000 քիչ տակ, բայց հետո այդ ավտոն ծախեք, ասենք ոչ թե 16-ով, այլ ասենք, չգիտեմ, 8-ով, 9-ով կամ մաքսիմում 10-ով, այսինքն դուք մեկը կորցնում եք, հասկանում եք, մի հատ որ մի քիչ ձեր քթից մի քիչ ավելի առաջ նայեք, պրոգնոզ արեք մի քանի տարի առաջ, դուք հունցի չեք առնի։ Հունցի մենակ առնում են տաքսոպարկի տերերը, հա։ Եթե տաքսոպարկի տերերը եք հունցի, բայց եթե դուք անհատ եք, ուզում եք լավ մեքենա, համ էլ տաքսի քշելու համար կամ մենակ տաքսի քշելու համար, բայց լավ մեքենա, ասենք որ մի 10 տարի գոնե ծառայ էլի, ասենք կամ որ մի քանի տարի հետո կանաց ծախես։ Ուրեմն լիպ մոտոր, BYD Kin L, BYD Kin Plus, Yuan Up, full կոմպլեկտացիա։ Իսկ Yuan Up-ի ոչ full կոմպլեկտացիան հունցից էլ էժան է, 18,300 դոլար։ Քաղաքային crossover Ժողովրդյան 18.3-ով, հունցին հիմա 18.7-ա իմ մոտ, նու կամ 19-ա։ Այսինքն դաժե Yuan Up-ն է, հասկանում եք, այդ հունցից էժան։ Եթե գոնե լավ էժանության վրա է գնում, անցեք առեք Yuan Up։ Հա, բիզնես չի գնում։ Բիզնես չի գնում, հա։ Բայց իմաստը բիզնես գնալու մեջ չի, իմաստը լավ մեքենա ունելու մեջ է։ Խնդրում եմ ձեզ, մի սխալվեք, Yandex-ին մի հարստացրեք, ձեզ հարստացրեք, ձեզ։ Մի գնացեք բիզնես տարիֆի հետևից։ Մի արեք տենց։ Ընտրեք լավ մեքենա։ Շնորհակալ եմ։ Ձեզ լավ օր։